Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ Հայ-ԱՔՖ միավորման անդամ Արմեն Մանվելյանին։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերքին։ Պարոն Մանվելյան, մեր հարցազրույցի տեսաձայնագրմանը զուգահեռ ազգային ժողովում քննարկվում է հեծը պետականացնելու խնդրահարույց նախագիծը եւ ենթադրաբար այն այսօր կընդունվի։ Որպես էներգետիկ հարցերով փորձագետ նաեւ, ինչպես է գնահատում այս նախագիծը եւ ինչ հետևանքների մենք կբախվենք, եթե այն ընդունվի։ Նայեք, նախ սկսենք նրանից, որ հեծի, ասենց ասեմ, պետականացում, ինչպես իրենք են կոչում, իսկ իրականում գողություն է, ուրիշի սեփականության գողության փորձը։ Խլել ձևակերպումն է տրվում։ Ինքը իրականացումը շատ դժվար գործընթաց է, որտեղ գոյություն ունի միջազգային արբիտրաժ, ցանկացած միջազգային պայմանագիր, որ կնքվում է առավելապես ցանկացած ներդրում, որ արարվում է Հայաստանի Հանրապետությունում, սա որոշակի պաշտպանվում է միջազգային օրենքներով, միջազգային արբիտրաժի դատարանի միջոցով եւ այլն եւ այլն։ Իսկ նշ որ այս գործընթացը այսօր կքվեարկեն ու հարցը կփակվի, չէ, հարցը շատ երկար դեռ ոնց ասում են ջուրա տանելու եւ այդ խնդրը կարող է շատ ծանր նստել Հայաստանի վրա մի քանի առումով։ Նախ Հայաստանը կդառնա բոլոր ներդրողների համար շատ անվստահելի երկիր պետություն, որտեղ չի կարելի ներդրումներ անել, որտեղ ուղղակի կարող են քաղաքական դրդապատճառներից ելնելով կամ չգիտեմ ինչից քեզանից դա գողանալ մեկ։ Երկրորդը սա նշանակում է անվստահություն, սա նաև կարող է բերել նրան, որ այն արդեն ներդրումները, որոնք կան Հայաստանի Հանրապետություն սկսեն դուրս գալ, իսկ դեպ ասում այդ տենդենսը կա, միտումը 2025 թվականին, հիմա Հայաստանից ավելի շատ փող դուրս է գնում, քան թե ներս է գալիս։ Եվ երրորդը մենք պետք է չմոռանանք, որ հեծը նաև մեր էներգետիկ անվտանգության գերկարևոր մասերից մեկը, երբ դու վտանգի տակ ես դնում այդ մասը, ամբողջ էներգետիկ անվտանգային համակարգը դնում ես ռիսկի տակ զուտ ինչ որ մարդու կամ ինչ որ խմբակի քաղաքական շահերից ելնելով։ Կա նաև երրորդ վտանգը, որի մասին ես ուզում եմ հստակ կերպով նշեմ հատկապես մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա էլեկտրաէներգիայի սակագների թանկացումն է, որը անպայման լինելու է, որտեվ հեծը ինքը իր ձևի մեջ ոչ եկամտաբեր, ասենց ասեմ, բիզնես է։ Եվ այն մարդը, որ վերցրել է, այսինքն տվյալ դեպքում Սամվել Կարապետյանը, ով իր վրա էր վերցրել ծանրություն, ինքը առել ներդրումներ է արել, նույնիսկ թիվը կարող եմ ասել, մոտավորապես 670 միլիոն դոլարի ներդրում, նպատակով, որ դա այդ համակարգը վերականգնի, ինքը շատ արագ մաշվող համակարգ է, եթե ներդրում չարես։ Իսկ հաշվարկներ կան, թե պետականացման դեպքում, այսինքն մասնավորին տալու դեպքում շարքային քաղաքացիության ինչքան կթանկանա էլեկտրաէներգիան։ Նայեք, ես կարող եմ հստակ ասել, նվազագույնը 2 անգամ կթանկանա, որտեվ նորից եմ գրկում ցանկացած մեկով որ վերցնի ինքը բախվել է մի քանի խնդրի։ Առաջինը պետք է ներդրումներ անել, որտեվ համակարգը ուղղակի մի տարի հետո գդաթարի գործել, եթե անդադ ներդրում չարվի։ Հիմա ով անելու, եթե պետությունը իր վրա է վերցնում, դրանից պետությունը հիմա հայտնվելու է դատական շատ լուրջ գործընթացների մեջ եւ դժվար է ասել հաջողվի իրենց վերցնել թե ոչ, բայց ամեն դեպքում իրենք էլ ասում ավելի շատ մասնավորեցման են գնում, պետականացնելուց հետո կրկին մասնավորեցնել են։ Նախ պիտի պետականացնեն, որ կարողանան մասնավորեցնել, որտեղ իրականության մեջ նորից եմ գրկում, եթե դու 670 միլիոն 220 միլիոն դոլար տալիս ես գնում ես այդ հետո 670 միլիոն դոլար ներդնում ես անում, ապա ով է քեզ այդ գումարները հետ բերելու կամ այդ գումարները ով է քեզ հետ վճարելու։ Հետաբար սա շատ բավականին բարդ գործընթաց է, որով ոչ մի օրում, ոչ մեկ շաբաթում առավելից չի լուծի։ Իսկ ցանկացած մասնավոր ենթադրենք իրենց սցենարով որ գա գնելու, առաջին պայմանը, որ դնելու է պետության առաջ, դա սակագների բարձրացումն է։ Նկատեմ որ Հայաստանը տարածաշրջանում ամենաէժան էլեկտրաէներգիա ունեցող պետությունն է։ Մենք ավելի էժան ենք վճարում, քան նույնիսկ Ադրբեջանը, որը էներգակիրներ ունեցող պետություն է։ Հետաբար ռիսկը կա եւ հնարավոր է, որ գները կրկնակի թանկանան։ Մենք ներդրումների մասին արդեն խոսեցինք, այս դեպքում բնականաբար շեշտակի կնվազեն Հայաստանում կատարվող ներդրումները։ Ինչ եք կարծում, իշխանություններին այս հեռանկարը չի անհանգստացնում, թե վերջիններից համար գլխավորապես այստեղ վրեժխնդիր լինելու հարցն է դրված Սամվել Կարապետյանից ու ցանկացած գնով իրենք դա պետք է անեն այս դեպքում։ Այս դեպքում իրենց առաջ խնդիրը դրած իրենց իշխանությունը ամեն գնով պահել։ Իրանք հանձինը Սամվել Կարապետյանի տեսնում են վտանգ, եւ այդ վտանգի դեմ պայքարելու ձևերից մեկը գտնում են նրանից իր սեփականության գողությունը ցանկացած գնով։ Հա, ցանկացած գնով չեն շատ լավ հասկանում են, էլի, որ սա ի վնաս է պետության, քանի որ իրանք պետություն հասկացողությունը չունեն, սա արդեն սա կարևոր թեմա է, էլի, պետք է խոսել։ Ու իրենք կարծում են պետություն իրենք են, քանի որ իրենք իշխանություն են, խառներով իշխանությունը պետություն հասկացողությունը, ապա մենք ունենք այս աղճատված եւ աղավաղված իրավիճակ, որ կա այս պահին Հայաստանում։
Պարոն Ավելյան, անդրադառնանք նաև ուժայինների կողմից վեհարան ներխուժելու ամոթալի փորձին, ինչպես նաև Բագրատ եւ Միքայել Սրբազանների կալանավորմանը։ Ըստ ձեզ ինչի է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով ու մասնավորապես Բագրատ Սրբազանին ներկայացված ահաբեկչության մեղադրանքը, հրապարակված ապացույցները, որքանով են ձեզ համար համոզիչ։ Միքայել Սրբազանի մեղադրանքի մասին չխոսենք անգամ, որտեվ 1.5 տարի առաջ նույն դատախազություններ ընդունել, որ իր հայտարարությունում հանցակազմ չի եղել ու այստեղ ակնհայտ գործ ունենք հետապնդման հետ։ Նայեք, մենք բոլոր դեպքերում գործ ունենք հետապնդման հետ։ Նայեք, մենք մի քանի խնդրի հետ գործ ունենք։ Նախ գործ ունենք նորից ոնց որ ես սկզբից ասեցի, պետության բացակայության հետ։ Բացարձակ։ Հայաստան պետություն ցավոք սրտի քանդված է, կործանված, այն չկա։ Կա գործող քաղաքական ռեժիմ, գործող իշխանություն, որ ամեն կերպ այդ իշխանությունը պահելու համար ընդդեմ պետության շահերի է գործում եւ դրա ասենք ասեմ, սահմռկեցուցիչ ձևը դա վեհարանի վրա հարձակում է։ Ուզում եմ հատուկ շեշտեմ, օրինակ սովետական միության տարիներին մայրաթորի տարածք զինված մարդկանց մուտքը, զինված ոստիկանների մուտքը արգելված էր։ Սովետական միության, իսկ այդ կոմունիստական կուսակցության աթեիզմի պաշտոնական աթեիզմի տարիներին մայրաթոր զինված ոստիկանը չէր կարող մտնել, ինքը պարտավոր էր զենք հանձնել, նոր հանձնել։ Այս անգամ մենք տեսանք մի բան, որը երբեք չի եղել, որ զինված հրոսակախումբը, այլ կերպ չես անվանի, ներխուժեց մայր աթոռի տարած, հարձակում գործեց վեհարանի վրա, ինչա որ իբր թե պետք է Միքայել Սրբազանին ձերբակալեն, չնայած այնտեղից ասել են, որ հիմա գնում է եպիսկոպոսական ժողով, որը նախորդ պայմանավորված է, դա վարում է Միքայել Աճապահյանը, ինքը կգա կավարտի եւ կգա կներկայանա, բայց իրենց պետք է այդ ցույց տա ուժային, ուժի ցուցադրում տեսարաններ էին անհրաժեշտ։ Իդեպ ուզում հատուկ շեշտեմ, իրենք հիշում եք, նախորդ ասում են, որ ինչ որ քրիստոնեաբար կգան եւ կհամոզեն տարբեր գործողություններ, որը սրանց պատկերացնում տարբեր այսպես կոչված քաղաքացիներ կգան։ Բայց քանի որ հասկացան, որ ոչ մի քաղաքացի նույնիսկ իրենց պատկերացած տարբեր կրոնական կառույցներ ներկայացնել չեն պատրաստում այդ այսպես կոչված այդ ամոթալի գործողությանը մասնակցել, իրենք գնացին ուժային համակարգի օգնությամբ իբր թե ցանկանում են ձերբակալեն, բայց հասկանալի նպատակը ոչ այնքան Միքայել Աճապահյանի ձերբակալությունը, ինչքան վեհարանի վրա հարձակման այդ տեսարանը սարքել, սա էլ կարող է հենց հիշենք դրանից ընդամենը մի քանի օր առաջ եղել էր Էրդողան եւ այսպես կոչված վարչապետի հանդիպումը եւ հնարավոր է սա որոշակիորեն ցույց էին տալիս Էրդողանի իրենց տիրոջը ցույց էին տալիս թե իրենց հրամանները ինչպես հանձնարարականներ ասենք հրահանգը Թուրքիայից է եղել Սրբազաններին ձերբակալելու որ որոշակի հրահանգներ Թուրքիայից գալիս է քանի որ պատահաբար չմրանք գնում են Անկարա, Ստամբուլ եւ փորձում են գալ ինչ որ համաձայնության եւ ինչ որ խնդրանքներով, աղաչանքներով, որպեսզի Ալիևը ինչ որ թղթի կտոր ստորագրի, որ նրանք փորձեն ծախեն ժողովրդի վրա իբր թե խաղաղության պայմանագիր։ Իսկ հաջողվի այնուամենայնիվ այդ թղթի կտորը ստանալ մինչև հաջորդ տարի սպասվող ընտրությունները ինչ է կարծում։ Նայեք, սա խնդիրը հետեւյալում է, թե ասենք թե Ալիևը ինչու չի ստորագրում, ինչ է բան, չէ՞, թվում է թե ոչ թե թվում է, այլ հենց այդպես է կա։ Սա մի համաձայնագիր է, որի մասին մենք հիմնականում տեղյակ չենք։ Ընդամենը մի երկու կետ գիտենք, որը մասնավորապես պահանջ կա սահմանադրության փոփոխության եւ այլն, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման, Մինսկի խմբի լուծման, բայց մյուս կետերը ինչի մասին մենք չգիտենք, սա գաղտնի պահվող փաստաթուղթ է, բացօրինի սպայդերության։ Եվ պարզ է մեր բոլորիս համար, որ սա Ադրբեջանի ձեռնտու է։ Բայց Ադրբեջանը մի բան են հստակ հասկանում, որ իրենք եթե այսօրվա քաղաքական ռեժիմը ընկնի, իսկ ոչ մի աշխարհում ոչ մի քաղաքական ռեժիմ, նույնիսկ դիկտատորաներ իրանք հավերժ չեն, ապա այդ համաձայնագրերը կդադարեն գործել։ Հետևաբար իրենց պետք է Հայաստանի հետ գալ այնպիսի ստորացուցիչ զիջումների, ոչ թե պայմանագրի ստորագրման, այլ ստորացուցիչ զիջումներ, որպեսզի Հայաստան պետությունը այլևս ուշքի չգա։ Որպեսզի ցանկացած հաջորդ իշխանություն չկարողանա սրանից հրաժարվել։ Այո, սա է խնդիրը Ադրբեջանը իր առջև դնում եւ սրան են ուզում հասնել, համար ես չեմ կարծում, որ իրենք ինչ որ պայմանագիր կստորագրեն։ Շատ հնարավոր է ինչ որ պայմանագրի նախաստորագրություն լինի, որը իբր թե պետք է գնա վավերացվի խորհրդանեմ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը նորից դա չի վավերացի, նույնիսկ այդ նախաստորագրած պայմանագիրը, այսինքն հնարավորինս կձգձգի։ Բայց Փաշինյանը այստեղ կշահարկի ինձ ընտրեք, որ ստորագրվի, մոտավորապես այսպես։ Սա իր նպատակը սա է, խაფել, հերթական անգամ խაფել բնակչության, հիշենք երկու անգամ խაფել են։ 2019-ին ասում էին Թալանը հետ կբերենք, 2021-ին ասում են Արցախը կպաշտպանենք, խաղաղության դարաշրջան եւ այլն։ Եվ հերթական խაფելու ստելու փորձներ։
Պարոն Ավելյան, մենք մայրաթոռում տեսանք, որ ուժայիններն այնուամենայնիվ խուսափեցին վեհարաններ խուժելուց եւ Միքայել Սրբազանին, այսպես ասած, տեսարանների բեմադրմամբ ձերբակալելուց, նույնը նաեւ Սամվել Կարապետյանի պարագայում տեղի ունեցավ։ Ինչի վրա թեպետ հանրային ազատությունն էլ հակազդեցությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ, սակայն ընդունենք, որ եթե նրանք ցանկանային, այնուամենայնիվ դա կարող են անել։ Մենք կարող ենք եզրակացնել, որ ուժայինները սկսել են Նիկոլ Փաշինյանի հրահանգները չկատարել, թե դեռևս վաղ է նման գնահատական տալու համար։ Չէ, ես այդ գնահատականը չեմ կարող համաձայնել, ընդհակառակ եթե հնարավորություն ունենային երկու դեպքում էլ հենց ուժային համակարգով կգործեին։ Այլ բանա, որ նախկին այն լկտի պահվածք, որ ունեին, երբ որ սրանք ունեին բավական բարձր ռեյտինգներ, այժմ չկա, եւ հասկանալի է, հիշում եք, ժամանակին, երբ որ հակասահմանադրական հայտարարություններ անում շրջապատեք ազգային ժողովուրդ, շրջապատեք դատաները, հազարավոր մարդիկ հավատալով այս անձին գնում են եւ դա անում էին կամավոր շատերը նրանց։ Հիմա հավաքել այդ կամավորների խմբերին այլևս չեն կարող։ Հետևաբար ստիպված են այսպես ուժային մեթոդաբանությամբ անեն, բայց ժողովուրդը արդեն հավաքում է այսպես հակառակ կողմից, փորձելով արգելել, որպեսզի թույլ չտա։ Դրա համար են խուսափում ավելի կոշտ ճանապարհի դիմելուց։ Դա է պատճառը, թե չէ եթե իրենք ցանկություն ունենային վեհարան ներխուժել, իրենք դա կանեին, հենց այդ ցանկությամբ էլ եկել էին, այլ բանա որ իրենք չէին սպասում, որ դա դիմադրություն կլինի, այդպես համար դա հիմնական դիմադրողներն են, հենց հոգեվորականներն էին։ Օրինակ նաև շատ է նշվում, որ այս շարքը շարունակվելու է եւ Փաշինյանը հասնելու է մինչեւ անգամ վեհապարի ձերբակալությանը։ Ինչ եք կարծում, կգնա դրան եւ եթե գնա այդ որոշմանը, ապա ինչ հետևանքներ դա կունենա։ Նայեք, փորձել հասկանալ այս մարդկանց, ասենք թե քայլերը բավականին բարդ է, որովհետեւ իրենք քանի որ նորմալ մարդը այդպես քայլերի չի գնա։ Իսկ քանի որ մենք գործ ունենք պետական դավաճանությունից համակարգված դավաճան համակարգի հետ, ցանկացած սցենար հնարավոր է, ցանկացած։ Սա ոնց որ նշեցի, նաև մեկ անգամ եւս փաստում է Հայաստան պետության բացակայության փաստը։ Մենք ցավոք սրտի վերջին 30 տարում կառուցել ենք մի համակարգ, որի ժամանակ որտեղ պետություն հասկացողություն չկա։ Մենք փորձել ենք պետություն հասկացողությունը տանել, այսպես ասած, կեղծ ատրիբուտների, ասենք թե հիմն, գերբ, եթե դու ունես, ասենք թե նախագահի ինստիտուտ ունես, ինչ որ նախագահի խորհրդարան ես, ուրեմն դու ունես պետություն։ Չէ, դա բացարձակ չի նշանակում պետության ունենալու փաստ։ Պետությունը դա ժողովուրդն է, որը ցանկություն է պետությունը կառուցել։ Առաջին հերթին դա հենց երբ որ նայեք, ես մի օրինակ բերեմ, երբ որ Իտալիան միավորվեց եւ դարձավ պետություն, ապա առաջին բանը որ նրանք հայտարարեցին, ապա այսօրվանից սկսած մենք նոր պետական ժողովուրդ պետք է կառուցենք։ Ոչ թե պետական ինստիտուտներ պետք է կառուցենք, նախագահ պետք է ընտրենք եւ այլ ժողովուրդ, քաղաքական ժողովուրդ, որ այդ պետության առանցքը պետք է լինի, այդ պետության հիմքը պետք է լինի։ Հայաստանում այդ ժողովուրդը չկա, ու չի եղել, չէին կառուցել, որովհետև տարիներ շարունակում պնդում էին Հայաստան, որ ասենք թե ազգային գաղափարախոսություն դա կեղծ կատեգորիա է։ Սա էլ բերեց այդ հիմքերի խարխլմանը։ Երբ որ դու հրաժարվում ես ինչ որ գաղափարական հենք դնել քո պետության մեջ, ապա այդ գաղափարական հենքին գալիս է փոխարինելու մեկ այլ հենք, օրինակի համար, ասենց լափի գաղափարախոսություն։ Եկեք իշխանությանը մոտ լինենք, որ շատ լափ ենք։ Ու սա միշտ ցավոք սրտի աշխատել է։ Եվ հետաբար մեր քաղաքական օլիգարխիան, որ մենք ստեղծել ենք, ինքը միշտ եղել է քրեական, այսինքն մենք միշտ գործ ենք ունեցել քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Եվ այդ համակարգը շատ կենսունակ է։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հիմա եկել հասել ենք Նիկոլ Փաշինյան անձի։ Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչի ծնունդն է ի վերջո, պետք է ընդունենք դա, որքան էլ ցավոք է։ Այսինքն, եթե մենք ունենենք առողջ պետական համակարգ, առողջ ժողովրդավարական համակարգ, մենք եթե կարողանանք դաստիարակել այն ժողովրդին, որի համար պետությունը շատ կարևոր է, որ ինքը հասկանա ոչ թե պետությունը դա խորհրդարան է կամ նախագահան, այլ պետությունը ինքն է այդ պետության հիմքը, այլ ոչ թե ինքը այդ պետությունից, չգիտեմ, ինչ որ բան մուրացող է։ Իսկ մենք մեր ժողովրդին վերածել ենք նրանից, որոնք գնում են իշխանությունից, մուրում են, չգիտեմ, ինչ որ փյունիկներ եւ այլն տարբեր տեսակի լգոտաներ եւ այլն եւ այլն։ Սա բերել է նրան աղավաղմանը պետության հասկացողությանը։ Ինչպես Միքայել Սրբազանն է ասել, հայտնվել ենք փոսում։ Հա, լիովին համաձայն եմ Սրբազանի հետ, որ իսկապես մենք փոսի մեջ ենք հայտնվել եւ չենք փորձում նույնիսկ հասկանանք առաջինը ինչու ենք մենք հայտնվել այս փոսի մեջ, ինչ սխալներ ենք թույլ տվել եւ ամենակարևորը ինչպես այդ փոսից դուրս գալ։ Հիմա եթե մենք նախկինում մեր գործած տասնյակ սխալները չփորձենք վերլուծել, չհասկանալ, մենք այս փոսից դուրս չենք գա։ Եվ մենք պետք է մի բան էլ հասկանանք, մենք ինչքան էլ այսօրվա գործողական ռեժիմին ատելով ատենք, ինչը նորմալ է, նորմալ ազգային մտածելակերպի հայերի համար, բայց նաև պետք է հասկանանք, որ սա մեր դիագնոզն է։
այն հիվանդության, որի մեջ հաջորդը տառապել է 30 տարի։ Եվ քաղաքական էլիտա կառուցելու փոխարեն ազգային էլիտա, ասենց ասեմ, ազգային վերնախավ ստեղծելու փոխարեն մենք ստեղծել ենք լափամանի մոտ կանգնած իշխանական համակարգ, որը քրեա օլիգարխիկ է, եւ այս լափամանի գաղափարախոսությունը բերել նրանց, որ այս մարդիկ են եկել։ Այսինքն մենք ստեղծել ենք հիվանդ, բավական անբարո համակարգ, եւ այդ անբարո հիվանդ համակարգը ծնել է այս նիկոլիզմ կոչվողը։ Պայքարը ոչ թե պետություն ունենալու համար է, այլ այդ լափամանին մոտ գտնվելու։ Շատ ճիշտ է։ Մարդիկ գնում են քաղաքական ընտրությունների, նաև ինչ որ առումով հենց այդ լափամանի մոտ լինելու գաղափարախոսությունից ելնելով։ Իմ ծանոթը պաշտոնյա լինի, ինձ օգնի, լավ նայի մոտավորապես։ Վերջերս իմ ծանոթներից մեկը խոսացել է, ասենց ասեմ, նիկոլական մի հատ դեմքից, որ ասել լավ, դու չես հասկանում, ինչ ես կատարում, ինչ եք կատարում։ Հիմնական պատասխանը իրենց այն է, որը նաև 30 տարի եղել է, որ դե ես երբ հնարավորություն կունենամ սենց փողեր աշխատեմ։ Այսինքն որ էսի մարդիկ երկիրը վաճառել են, Արցախը տվել են թուրքերին, 160-150 հայկական եկեղեցի են նվիրաբերել, սենց ասեմ, թուրքերին, տասնյակ հայկական գյուղեր, հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հայկական քաղաքներ են հայաթափել, սա իրենց համար հեչ, կարևորը իրենք լափամանի մոտ են, այսինքն էլ երբ ես կարողանամ սենց փողերը աշխատել, այս գաղափարախոսությունը, որ մեր տունը քանդել է։ Հետևաբար, եթե մենք այս գաղափարախոսությունից չհրաժարենք, երբ որ եթե մենք չգնանք ազգային պետություն կառուցելու գաղափարի հետևից, մենք դատապարտված ենք, այսինքն Նիկոլին կարանք ինչ որ առումով ռադ անենք, բայց հետո ո՞նց ենք անելու։ Եթե ինչ որ մեկ կարծում է, որ մենք կարող ենք հետ վերադառնալ 2018, շատ են սխալվում։ Կունենանք նոր Նիկոլ Փաշինյան կամ շատ ավելի վատ է։ Հետևաբար մենք պետք է նոր պետական համակարգ կառուցենք։ Այդ թե ինչ պետական համակարգ, սրա շուրջը որ պետք է բանակցենք, սրա շուրջը որ պետք է խոսենք, այս սրա մասին է որ հիմնականում պետք է խոսենք, թե ինչ ասել է ազգային պետություն, ոնց են այն կառուցում, ինչ սխալներ ենք մենք թույլ տվել, ինչու հայկական պետությունը ազգային չէ, ինչու են մեր սահմանադրությունները, ասենք արևմտյան սահմանադրությունների copy-paste տարբերակները եւ այլն, եւ ինչ աղետների է դա բերում։ Սրանք են հիմնական հարցերը, որ այսօր մեր բնակչությանը հետաքրքրում է։ Ինչու ենք մենք այս փոսի մեջ եւ ինչպես դրանից դուրս գալ։ Այսինքն ինչու ինչ է համար կարևոր, որտեղ ոնց որ նշեցի, սա մեր դիագնոզն է, էլի։ Մենք հասկանանք, թե այս մարմին ինչով է հիվանդ ու հասկանանք ոնց կարող ենք հիվանդին բուժել։ Իսկ ունենք այնպիսի քաղաքական ուժեր ձեր դիտարկմամբ, որոնք հասարակությանը այդ ինչուն առաջարկում են։ Նայեք, ինչպես ավելի։ Քանի որ ես ինքս ներկայացնում Հայաստանի ազգային քաղաքացիական միավորում, ապա մենք սկսել ենք մեր գործունեությունը առաջին հերթին հենց հիմնվելով հենց այդ ազգային գաղափարախոսության հասկանալու համար թե ինչու՞մն է խնդիրները։ Հիշում եք, մենք սկսել ենք մեր գործունեությունը որոշակի նախաձեռնությունից պաշտպանելու համար Արցախը եւ երկու նախաձեռնությամբ Արցախի պաշտպանություն եւ հայոց ցեղասպանության ճանաչման պաշտպանություն։ Ու ցավոք սրտի, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ այս մարդիկ գնալու են այս երկուսի դեմ։ Ու ցավոք սրտի մենք ճիշտ դուրս եկան եւ իսկապես սրանք տարան Արցախը ծախեցի եւ հիմա հանել են մեր արտաքին քաղաքականությունից նաեւ ցեղասպանության թեմատիկան։ Այսինքն սրանք ոչնչացնում են այն արժեհամակարգը, որի վրա կառուցված է հայ ժողովուրդ, հայ ազգը, ասենց ասեմ։ Եվ այդ արժեհամակարգի այդ ինքնության ոչնչացման հիմքում իրանք հենց փորձում են ասել, որ այսպեսով մենք ձեռք ենք բերում լափամանին մոտ կանգնելու իրենց մենաշնորհը, որ իրանք կոչվում են պետություն։ Չէ, իրականում մենք պետության կորցնելու ճանապարհին ենք։ Թող ոչ ոք չկարծի, որ այն ինչ որ տեղ ունեցավ Արցախում չի լինի, ասենք թե Աստվածչյանի Հայաստանը, որ սա տարածքում չեմ ուզում այդ տարածքում, ահա, կամ ամբողջ Հայաստանը, որտեղ սրանց թեթև ձեռքով այսօր ցավոք սրտի փասեն, որ Սյունիքը վտանգված է եւ ոչինչ չի արվում դրա պաշտպանության համար։ Պարոն Մամելյան, Հայաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին օրերս Փաշինյանը հեռախոսազրույցեր ունեցել Մակրոնի հետ եւ Ֆրանսիայի նախագահը փաստացի աջակցություններ հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված Մակրոնի այս հրապարակային աջակցությունը եւ կարող ենք սպասել, որ նույնը տեղի կունենա օրինակ 26 թվականի ընտրությունների շեմին։ Նայեք, շատ կարևոր հարց եք տալի, որովհետեւ այդ աջակցության հետ կապված կան մի շարք մեկնաբանություններ, որոնք չեն ցույց տալիս այն իրականությունը, որը կա։ Մակրոնի խնդիրը Նիկոլը չէ կամ նրան աջակցել ինքը մեղմ ասած թքած ունի, թե Նիկոլի վրա, թե Հայաստանի։ Բայց Մակրոնի հայտարարության մեջ եթե ուշադրել եք, նայեք, կա մի նախադասություն, որը ամենավտանգը դա Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան երկխոսության աջակցությունը։ Այս սա է խնդիրը։ Վտանգը սրա մեջ է։ Նայեք, եթե դուք հետևեք, ապա կնկատեք, որ Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունները վերջին 2-3 ամիսներին բարելավվել են։ Մի բան որ չկար, հիշում եք, Ադրբեջանը դարձել է այսպես կոչված հակաֆրանսիական կենտրոն, նույնիսկ ֆրանսիական որոշակի գաղութների կենտրոններ, բացի հիմա այդ կենտրոնները սաղ փակվել են։ Ինքը դադարել է այդ ֆինանսավորումը եւ սկսել է Ֆրանսիայի հետ
բարեկամական հարաբերությունների ստեղծման երկխոսություն է սկսել։ Նույնը կատարում է նաև Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններում։ Ֆրանսիայի նման դիրքորոշում պայմանավորված է հակառուսական իր քաղաքականությամբ։ Քանի որ ինքը Եվրամիության լիդերն է, Եվրամիությունը հստակ կերպով հակառուսականություն է հակառուսականությունն է իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը որդեգրել, ինքը ինչ է անում, ինքը ցանկանում է Ռուսաստանի հարավում ստեղծել հակառուսական ճակատ հանդինես Ադրբեջանի, Թուրքիայի եւ դրա արանքում Հայաստանի։ Այսինքն կոպիտ ասած Հայաստանին զոհ են մատուցում հերթական հակառուսական քաղաքականության համար, ինչը շատ վտանգավոր է, եթե ասված չանի Հայաստանը մտնի դրա տակ, իսկ ցավոք սրտի պետք է նշենք, քանի որ Հայաստան պետություն չկա, այսօրվա գործող իշխանությունները կարող են գնալ ցանկացած քայլի իրենց իշխանությունը երկարաձգելու համար, հենվելով Բաքվի եւ փորձելով հենվելով Բաքվի եւ Անկարայի վրա, ունենալով նաեւ Ֆրանսիայի աջակցությունը։ Սա է վտանգը։ Այս հակառուսական ճակատի մաս կազմերը այս թուրանական աշխարհի արանքում փորձել հարմարվել է։ Իսկ ինչպես պետք է հակազդենք սրան։ Նայեք, հակազդության մի քանի ճանապարհ կա։ Առաջին հերթին գոնե այս բանը պետք է փորձենք Ֆրանսիայում գործող հայկական սփյուռքը ակտիվացնել, որտեղ այնտեղ մենք ունենք բավականին առողջ սփյուռք, ասենք ասենք, որը պետք է բացատրի այդ վտանգները, որը այս պահին կախված է Հայաստանի գլխին։ Խոսքը Հայաստանի պետության նկատմամբ եղած այն նկարտումները, որը ժամանակ առ ժամանակ չել թաքցնում պաշտոնական Ադրբեջանը։ Սա մեկ, երկրորդը պարզը որ Հայաստանում դրա դեմ որոշակի ընդդիմադիր ուժերի միավորում պետք է ստեղծվի, որը գերբարդ խնդիր է ազգային ուժերի։ Հա, բայց պետք է փորձարի։ Եվ իհարկե հիմնական ճանապարհը սա գործող այսօրվա դավաճանական ռեժիմի իշխանազրկումն է։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ վերջին օրերին հատկապես ռուս-ադրբեջանական հարաբերություններն են լարվել, այսպես ձերբակալություններ եւ այլն։ Ինչ է կարծում, այս լարվածությունը ինչ ընթացք կունենա եւ ամենակարևորը Հայաստանը ինչպես կարող է օգտվել, եթե դրա ցանկությունը ունենա։ Նայեք, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների լարումը էլի պատական չէ։ Ինքը հենց Ֆրանսիա, Թուրքիա, Ադրբեջան, ասենց ասեմ, այս տանդեմի կամ հակառուսական այս դաշինքի ստեղծման տրամաբանության մեջ է։ Եվ դրա համար, որտեվ եթե դուք նայեք որն էր առիթը, ինչ-որ 2000-ականների սկզբին կատարված սպանության բացահայտում, որտեվ հա ինչ-որ ադրբեջանցիներ սպանել են մեկ այլ ադրբեջանցու, Ռուսաստանն էլ հիմա ձերբակալել է իրենց սպանողներին, թվում է թե դա չէր կարող առիթ լինել, բայց իսկապես սա առիթը չէր, այսինքն սա պատճառը չէ, սա առիթ էր սկսելու համար, որը երկար ժամանակ նախապատրաստում են այս հակառուսական այս գործընթացի մեջ։ Եվ սա, ինչպես նշեցի, տեղավորվում է հենց Ֆրանսիայի հետ իրենց կամ Եվրամիության հետ իրենց երկխոսության շրջանակներում, որտեվ գաղտնիք չէ, Բրիտանիան շատ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում, որտեղ բրիտանական British Petroleum-ը վերահսկում է Ադրբեջանի նավթագազային համակարգի բոլոր լրջագույն համակարգերը։ Ինքը դրանց ոչ միայն վերահսկում է, ինքը դրանց նաև օպերատորն է եւ հիմնական փայատերը եւ Ադրբեջանը չի կարող ոչ մի քայլ անել առանց Բրիտանիայի հետ համաձայնության։ Հետաբար սա ընդհանուր եվրոպական քաղաքականության մի մասն է, որի մեջ մեզ համար որոշակի սպառնալիք կա եւ որը կարելի է մեղմել, նորից եմ կրկնում, նախ Հայաստանում ներքին կոնսոլիդացիա ստեղծելու, համերաշխություն ստեղծելու հաշվին եւ երկրորդը Եվրամիության, հատկապես Ֆրանսիայի հետ ակտիվ բանակցությունների միջոցով։ Հիմա ինչ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի այսօրվա իշխանության պայմաններում ոչ մի բան։ Օգտվել չենք կարող իրենց օրոք։ Չէ, ցավոք սրտի չեն կարող, որովհետև սրանք էլ են նույն գծի մեջ, ինչ որ Ադրբեջանը։ Մի մոռացեք, Ադրբեջանի հետ իրենք քայլ առ քայլ համաձայնեցված քայլեր են անում։ Եվ չզարմանաք, եթե վաղն էլ իրենք փորձեն միանալ հակառուսական ավելի սրել հակառուսական իրենց գիծը, այսինքն որը ինչը էլ ավելի վտանգ է ստեղծում Հայաստանի համար։ Որտեղ նայեք Սամվել Կարապետյանի ձերբակալությունը սա նաև ընդգծված հակառուսական քայլեր եւս։ Սա էլ չմոռանանք, որտեղ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի, իր հիմնական ակտիվները Ռուսաստանում են, այսինքն հեծը չէ, իր ակտիվը, սա իր ամենափոքր ակտիվներից մեկն է։ Եվ սա նույնպես այդ հակառուսականության մեջ է։ Եվ գիտակցելով են անում սա ամենակարևորը։ Միանշանակ գիտակցաբար են անում, միանշանակ փորձում են սրա դիմաց որոշակի իշխանության մնալու երաշխիքներ ստանալ արևմուտքից։ Նորից եմ կրկնում, սրանք մարդիկ են, որոնք ոչ մի սրբություն չունեն։ Եվ այդ մայրաթորի վրա իրենց հարձակումը ցույց տալիս, որ մենք գործում ենք բավականին անբարո սրբապիղծ անձանց հետ, որոնց համար Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը երկրորդական են, կարևոր իրենց աթոռներն են, իրենց լափամանը։
Պարոն Ավելյան, օրերս մի սկանդալային գրառում էլ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին էր կատարել, որի ի դեպ շատերը Նիկոլ Փաշինյանի հետ են համեմատում եւ հայտնել էր, որ Հայաստանը Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրել, առաջիկայում սահմանները կբացվեն, ռուսական ռազմաբազան դուրս կբերվի եւ այլն։ Ինչպես կմեկնաբանեք այս գրառումը, ինչով էր պայմանավորված Սաակաշվիլու այս ակտիվությունը եւ այնուամենայնիվ հավատում եք նրա հայտնածին։ Չէ, նախ չեմ հավատում նրա հայտնածին, չեմ եկարարություն ինքը առանձնապես ինֆորմացված անձ է, սակայն ինքը նաեւ մեկ բան էլ շեշտել, որ իբրև թե Փաշինյանը վարում է իր իսկ քաղաքականությունը։ Այս առումով ես հավատում եմ, որ սրանք իրենց քաղաքականության նման է, հիշենք, իր քաղաքականության արդյունքում իրենք վերջնականապես կորցրին Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, մինչև իր գալի իշխանության Հարավային Օսեթիայում եղած կոնֆլիկտը համարյա թե արդեն վերջացած է, մարդիկ իրար հետ օսետները եւ վրացիները ապրում էին, մինչև իր գալը Աբխազիայի մի մասում, հատկապես հարավային մասում մեծ թվով վրացիներ էին ապրում եւ միայն իր կատարած քայլերի, սխալների եւ արդյունքում իրենք վերջնականապես կորցրին եւ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Այսինքն այս առումով իրանք նման են։ Ինքը ձախողեց Վրաստանի թե ներքին թե արտաքին քաղաքականությունը, որոշակի գումարներ բերեցին, էլի ասֆալտ փռեցին, սրանք ասֆալտ փռելու հարցում միանշանակ իրար շատ նման են, եւ այդ ասֆալտ փռելու հաշվին կարողանում էին մարդկանց գրավել դեպի իրենց շուրջը։ Նույնն էլ ինչ որ անում են։ Այս առումով նման են, բայց իրանք շատ նման են իրար նաև բոլոր ձախողումների առումով։ Հետևաբար սրանք երկուսն էլ իհարկե ձախողված քաղաքական գործիչներ են։ Ես հույս ունեմ ընդամենը, որ Հայաստանի աթոռը զբաղեցնող վարչապետի անձը կավարտի այնպես, ինչպես Նիկոլ Սաակաշվիլին։ Իսկ շարժառիթը որներ է գրառման ձեր կարծիքով։ Ինչի էր փորձում հասնել։ Շատ հնարավոր է սա փորձում էր ինչ որ Թուրքիայի հետ հարաբերություն իր անձնական աջակցությունը հայտնելով, նայեք, ինքը գտնում է շատ վատ վիճակում, հայտնվել է բանտում եւ նրա նկատմամբ 7 տարի են տվել, հետո 7 տարին եւս 8 տարի գումարվեց եւ այլն եւ այլն։ Եվ ինքը զրկվել է նաեւ ինքը ես համոզված եմ Սաակաշվիլին հույս ունի, որ Արևմուտքը իրեն ակտիվ կերպով կաջակցի եւ կփորձի դուրս բերել բանդից, այդ ուղղությամբ Արևմուտքը ոչ մի քայլ չի անում։ Դրա համար գնաց հանձնվեց ժամանակին։ Չէ, դրա համար ինքը չհանձնվեց, ինքը իրականում սահմանը խախտեց եւ մտավ Վրաստանի Դե գիտակցելով ինչ տեղի կունենա այդ դեպքում։ Ինքը, չէ, իմ կարծիքով ինքը հույս ունի, որ սա կբերի որոշակի ժողովրդական շարժման, երկրորդ Մայդան այսպես կլինի, ոնց որ Ուկրաինայում եղավ երկրորդ Մայդան կսկսեն, Արևմուտքը կաջակցի եւ իրենք ինքը կվերցնի իշխանությունը։ Հաշվարկը սա էր, որը ձախողվեց։ Հիմա ինքը փորձում է, ասենց ասեմ, Արևմուտքի հետ ինչ որ առումով նաեւ շատ հնարավոր է գրառմամբ էլ փորձի հիշեցնել իր մասին, որպեսզի իրեն բանտից հանեն, սա է։ Եվ պարոն Ավելյան, ուզում եմ նաև անդրադառնանք Իսրայել-իրանական հակամարտությանը, որի սրացմանը վերջին շրջանում մենք ականատես եղանք, ինչ եք կարծում, ձեռք բերված հրադադարը որքանով մնայուն կլինի, քանի որ երկու երկրներում էլ խոսում են, որ նոր հարձակում է սպասվում առաջիկայում։ Նայեք, այդ հրադադարը իսկապես խնդրահարույց է, որտեղ ինչքան կտևի։ Ամբողջ խնդիրը նրանում է արդյոք Իսրայելը հասավ իր նպատակին ու որն էր այդ նպատակը։ Եթե նպատակն էր իրանական ատոմային միջուկային ծրագրերի կասեցումը, ապա կարող ենք ասել, իրենք որոշ ժամանակով դա հետ գցեցին ու ավելի շատ պայմանավորված ոչնչական Իսրայելի հարձակմամբ, որքան ամերիկյան ռմբակոծությամբ։ Բայց կարծում եմ իրենց հիմնական նպատակը նաև իրանական պետական իշխանական այսպես կոչված այաթոլական համակարգի ոչնչացումը, որն ասում եմ չստացվեց։ Իրանը իր հերթին ցույց տվեց, որ ինքը ունի որոշակի հրթիռային համակարգեր, որոնք չնայած բավականին քննադատության ենթարկվեց, բայց միաժամանակ բավականին էֆեկտիվությունը ցույց տվեցին, որովհետև երբ որ իրանական հրթիռները գնում հասնում են Իսրայել, իրենք մինչև այդ ենթարկվում են մի քանի տեղից հարվածի դա եւ Իրաքի ու Քուվեյթի տարածքում գտնող ամերիկյան բազաներն էին փորձում իրենց հոբ համակարգերը կասեցնել եւ Հորդանանն դա փորձում անել եւ արդեն Իսրայելը, բայց միևնույն է, տեսնում ենք, որ այդ հրթիռները տեղ են հասնում։ Այսինքն ինչ որ առումով սա ցույց տվեց նաեւ, որ իրանական հրթիռային համակարգը որոշակիորեն թերագնահատված է հենց Իսրայելի եւ Ամերիկայի կողմից եւ իրենք չեն սպասում, որ ինքը բավական էֆեկտիվ կլինի։ Չենց պարզ է, որ իսրայելական համակարգերը ավելի էֆեկտիվ էին գործում, բայց միևնույն է, եթե Իսրայելը թիկունքում կանգնած էր ողջ արևմուտքը, ապա Իրանը ինքն էր իր միջոցներով հասել են հաջողության, որ նրանք հասան։
Սա ցույց տվեց, որ որոշ ժամանակ իրենց պետք է վերագնահատելու իրենց հնարավորությունները եւ վերականգնելու իրենց հնարավորությունները։ Հետևաբար ես չեմ կարծում, որ սա շատ կարճ տևի, բայց այնուամենայնիվ վտանգը, որ նորից կսկսի կա։ Այնուամենայնիվ ես կարծում որ այս բանը իրենք երկու կողմներ կգնան արագ իրենց համակարգերի բարելավման, փոփոխման եւ նոր համակարգերի ձեռքբերման յետևից ռազմական առումով հրթիռային ռազմական եւ միայն հասնելով որոշակի առավելության մեկը մյուսի նկատմամբ կփորձեն ինչ որ բան անել։ Այս բանին ժամանակը ցույց տուր, որ այդ առավելությունը, իսկական կա Իսրայելը որոշակի առավելություն, բայց ընդհանրապես շատ փոքր չնչին չափով։ Կայծակնային գրոհով հնարավոր չէ Իրանի խնդիրը լուծել, այսպես ասած։ Եվ պարոն Մամելյան, այս իրավիճակում որքանով եք ռիսկը բարձր գնահատում, որ Ադրբեջանը կփորձի օգտվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ու հարձակման անցնել Հայաստանի դեմ, նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաշվի առնելով։ Նայեք, Ադրբեջանի ագրեսիվությունը բխում է մի քանի խնդիրներից, խորքային առումով, էլի սա շատ մեծ թեմա է քննարկման։ Ադրբեջանը ինքը մի պետություն է, որ ստեղծված է հայատյացության գաղափարախոսության վրա։ Ադրբեջան ազգը ինքը ձևավորվել է հայատյացության վրա։ Ու եթե 44-օրյա պատերազմին հետևեք ովքեր էին մասնակցում, կտեսնեք Ադրբեջանի բոլոր նույնիսկ ազգային փոքրամասնությունները շատ ակտիվ գնում էին այդ հայրենասիրական այդ բանով, այսպես կոչված մասնակցում էին, որովհետև այդ հայատյացության գաղափարախոսությունը հենց Ադրբեջանի հիմքում է։ Ադրբեջանը դրանց հրաժարվել չի կարող, պատճառներից մեկը ինչու ԱԼԵՎ-ը չի կնքում այսպես կոչված խաղաղության պայմանագիր, հենց այդ հայատյացությունն է։ Եթե դու տարիներով, տասնամյակներով ատելություն ես քարոզել, ապա չես կարող մի օրում կանգնեցնել, ասես վերջ, վաղվանց մենք արդեն հայեր հետ խաղաղ ենք, հենց հայեր հետ սկսեն խաղաղ ապրել, այսպես կոչված ճակերտավ, ապա իրանք կունենան այս ներքին խնդիրներ, թալիշական խնդիր, լեզգիական խնդիր եւ այլն։ Տարբեր բառացիորեն մի քանի իդեպ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը շատերը կապում են նաեւ Ռուսաստանում հայտնի թալիշ գործիչի առևանգման հետ։ Այսինքն իրանք ունենան այդ խնդիրները բոլոր ազգային փոքրամասնությունների հետ։ Հետևաբար հակահայկականությունը իրենց պետության առանցքն է։ Հրաժարվել դրանցից չեն կարող։ Սա միաժամանակ նշանակում որ ցանկացած բան իրեն կարող են դիմել հերթական ագրեսիայի տարբեր պատճառներով։ Օրինակ նավթի գների անկումը վերում է սոցիալական լուրջ ագագույն խնդիրները, որտեղ իրանք արտահանման 94%-ը, 95% դա նավթն ու գազն է։ Եթե իրանք չեն արտահանում կամ արտահանում են ստանում են 2-3 անգամ քիչ եկամուտ, ապա սա էլ կարող է պատճառ լինել։ Օրինակ ինչպես 16 թվականին եղավ։ Խիմիան դա 2020-ն էլ դա եղավ։ 2020-ին հիշենք ամենացածը նավթի գներն էին։ Այսինքն պատերազմի գարնանը նավթի գները նույնիսկ WTI-ը մի պահ հասավ մինուսային գնի, որը բացառիկ էր համաշխարհային պատմության մեջ, դա 2 անգամ էր եղել, որ մինուսով վաճառվի նավթը։ Այսինքն այս ամենը կարող է առիթ լինել հենց այդ հարվածի հնարավոր պատերազմի հնարավոր ագրեսիա։ Հետո ագրեսիան Ադրբեջանի, ասենց ասում գաղափարախոսության իրենց պետական համակարգի հիմքն է։ Հրաժարվել իրան դրանից չեն կարող։ Հետևաբար ամեն պահի կարելի է այդ վտանգի միշտ կա, մենք պետք է իմանալ ու ցավոք սրտել նկատենք, որ Հայաստանն էլ այս պահին գտնվում է անվտանգային վակուումի մեջ։ Մենք բացարձակ ոչ մի անվտանգային պայմանագիր ոչ մի մեր երկրի հետ չունենք։ Նիկոլ Փաշինյանն էլ պնդում է պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Նիկոլ պատերազմ ընդհանրապես արդեն այսօրվանից սկսել է նախընտրական կամպանիան, հասկանալով, որ ինքը կարող է չվերընտրվել։ Սրա մասին է ինքը մտածում միայն։ Պարոն Մանվելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ Հայ-Աքվե միավորման անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Կհանդիպենք։